հարգելի գործընկերներ, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում մեր ինչքան ժամանակ այս ձևաչափով մենք աշխատում ենք, մի քանի ամիս մենք բնականաբար կշարունակենք, եթե դուք ուզում եք, եթե չեք ուզում չենք շարունակի, կշարունակենք այս ձևաչափով աշխատանքը եւ նաեւ իհարկե հասկանում եմ, որ տարբեր իրավիճակներ են լինում, լարվածություններ են լինում, լարված երկխոսություններ են լինում, կոշտ արձագանքներ են լինում, բայց ես ունեմ բոլորդ հասկանում եք, որ որևէ մեկի նկատմամբ որևէ անձնական հարց բնականաբար չի եղել եւ չկա եւ չի լինելու եւ բնականաբար ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ նաեւ երաշխավորում եմ Հայաստանում մամուլի ազատությունը եւ դա ինձ համար սկզբունքային հարց է։ Մենակ հա, իմիջիայլոց ասեմ, մենք հիմա հետեւյալը կանենք, մենք համընդհանուր հայտարարագրման համակարգով նաև հնարավորություն կտանք, որ հայտարարագրող քաղաքացիները որոշում կայացնեն 3 կատեգորիա հասարակական կազմակերպություններ, կուսակցություն կամ լրատվամիջոց, իրանց այդ հայտարարագրումից, որպեսզի ֆինանսավորում ուղղեն, ընդ որում սկզբից չենք անի 3-ն էլ, սկզբից կանենք կամ, հետո արդյունքները կտեսնենք, իհարկե միջնաժամկետում կբացենք եւ, այսինքն կախված համընդհանուր հայտարարագրման համակարգից, որպեսզի նաեւ եւ ես ընդունում եմ հետեւյալը, որ մենք պետք է կուսակցությունների գործունեության թափանցիկության խնդիրը ֆունդամենտալ լուծենք, բոլոր կուսակցությունների, ներառյալ քաղաքացիական բոլորի առանց բացառությամբ եւ լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության հարցը լուծենք, բայց նաեւ մենք պետք է ապահովենք, որպեսզի եւ կուսակցությունները եւ լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները իրենց շահառուներից, այսինքն ընթերցողից, հանրությունից ֆինանսավորվելու հնարավորություն ստանան եւ դա նաեւ ձեր առաջ իմ հանձնարարությունն է, որ մենք այդ մեխանիզմը կզարգացնենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար